խոսելով երաժշտության թեմայից, ասենք, որ երաժիշտ երեխաներն իրենց երաժիշտ ծնողների հետ միասին լինելու են մեկ բեմում։ Այսպիսի հետաքրքիր երաժշտական նախաձեռնության մասին ենք պատմելու ձեզ այսօր։ Մեր տաղավարում արդեն մեր հյուրերն են։ Թերեզա Նաչարյան, Երևանի պետական կոնսերվատորիայի պարային ամբիոնի վարիչ, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի երաժիշտ, Լիլիթ Հայրապետյան և Մարիամ Սմբատյան։ Բարի լույս։ Բարև ձեզ։ Ինչ սխալ ասացիք, մի անգամից ուղեք մեզ։ Երևանի պետական կոնսերվատորիայի Լարային, ոչ թե պարային, ես ես ամբիոնի վարիչ։ Համ պարումը, համ նվագումը։ Ինչպես ծնվեց գաղափարը, ինչպես եկանք, այս ամենի ինչին եկանք։ Գաղափարը ճիշտն ասած վաղուց էր իմ գլխում պտտվում, քանի որ երաժիշտ երեխաներին անընդհատ մտածում եմ, որ հարկավոր են շատ բեմեր, որտեղ հատկապես բեմն է կրթում երաժշտին, եւ բացի այն մտքից, որ միայն ես լինեմ կամ դա եսակենտրոն վիճակը վերափոխվի մենքի, այսինքն համախմբել երաժիշտներին մի համերգի ընթացքում եւ այդտեղ, քանի որ շատ ունենք եւ երաժիշտ ծնողներ եւ երաժիշտ երեխաներ, շատ լավ կլիներ, եթե նրանք միասին մեկ բեմում հանդես, այո, իրար հետ հանդես կան, ելույթ ունենան եւ ինչու՞ չէ, մեկ այլ ծնողի երեխայի հետ ծնողները ելույթ ունենային, որպեսզի այդ կապը ավելի ամրանար եւ գաղափարապես ավելի մի դաշտ ստեղծվեր կայուն, որը կնպաստեր հատկապես երեխաներին տվյալ դեպքում իրենց զարգացումը ճիշտ ձևավորելու համար։ Այդ հետաքրքիր է, երեխաները համակարծիք են թե ոչ, նպաստում է այս ամենը ձեր զարգացմանը, թե դուք ինքնաբավ զարգացած եք, պատմեք։ Նախ եկեք ծանոթանանք, պատմեք ով են ձեր ծնողները, որ բոլորը հասկանան։ Բարև ձեզ, ես Մարիամ Սմբատյանն եմ, թագահարուհի։ Իմ ծնողներն են Թերեզա Նաչարյանը և Ռուբեն Սմբատյանը, ջութակահար, նաև կոնսերվատորիայի լարային ամբիոնի դեկանը։ Այսինքն դուք տարբերակ չունեք դառնալու բժշկուհի օրինակ։ Իրականում ամեն ինչ գալիս է ցանկությունից, բայց քանի որ մանկուց իմ տանը հենց հնչել է երաժշտության հնչյունները, քանի որ իմ պապիկն ու տատիկը ևս երաժիշտներ էին, տարբերակ չունեք։ Ինձ մոտ ցանկություն էր առաջացել հենց նվագել ջութակ եւ այդ պատճառով երբևիցե չեք ջղայնացել, չեք ասել չեմ ուզում ոչ մի ջութակ։ Եղել է այդպիսի պահ, փոքր ավելի տարիքում, բայց հետո զարգանալով արդեն հասկանում ես, որ մի ուրիշ աշխարհ է սա եւ հաճելի է շատ։ Բարի, դուք ինչ կասեք։ Ես էլ Լիլիթ Հայրապետյանն եմ, իմ ծնողներն են երաժիշտ, հայրիկս Վագն Հայրապետյանն է, կոմպոզիտոր, ջազ դաշնակահար, իսկ մայրիկս էլ Վարսենիկ Ավանյանը, օպերային երգչուհի։ Նվագեն դե պապիկներ կան։ Հա, եւ պապիկս էլ նույնպես ջութակահար է, Կարապետ Հայրապետյան։ Դու էլ ընտրություն չունեիր պաստոր։ Հիմա հարց, որ ինձ շատ է հետաքրքրում։ Այ մեծերը ուզում են, որ իրենք ձեր հետ մեկ բեմում լինենք։ Դուք արդյոք ուզում եք ձեր ծնողների հետ մեկ բեմում լինեք եւ կիսում եք նրանց երաժշտական ճաշակները եւ այլն, այդ ամենը, թե դուք ավելի երիտասարդ եք եւ այլ մոտեցում ունեք եւ այլ տեսլական։ Իհարկե շատ կարևոր է նաև նվագել մեծերի հետ, ովքեր ավելի պրոֆեսիոնալ են եւ գիտեն իրենց գործը, այսպես ասած, եւ իրենց հետ ելույթ ունենալով սովորում ենք նոր հմտություններ, որոնք մեզ օգնում է զարգանալ։ Գերազանցիկ աղջիկներ, իսկ ամբոստություն բան չկա օրինակ, եկեք սա նվագենք, եկեք սա չնվագենք, սա նվագենք, այսպես նվագենք։ Կարծիքներ իհարկե լինում են։ Լսում են ձեզ մեծերը, թե ճնշում են։ Լինում են այդպեսի։ Ինչի հետ կապված եք տարաձայնություն ունեցել փորձերի ընթացքում։ Չենք ունեցել, քանի որ ես մանկուց հենց լսել եմ Կարմեն օպերան եւ ես էլ մայրիկս էլ մի մտքի եկանք եւ որոշեցինք հենց Կարմենի արյան նվագենք հենց այս համերգին, դրա համար տարաձայնություններ տեղի չունեցան։ Դուք նվագում եք, մայրիկը երգում է։ Այո։ Գեցե բիզեն։ Դուք ինչ եք անելու։
Ես այս անգամ նվագելու եմ սոլո գործ, բայց նաև նվագելու եմ մայրիկիս հետ կվարտետ։ Բացի ձեզանց եւ մայրիկից ելով է լինելու կվարտետում։ Կվարտետում լինելու են Աստրիկ Գաժոյանը, Ալտահարուհի, կամերային երաժշտության նվագախմբի Ալտահարույնից է եւ իր տղան թավջութակահար, այո, այնտեղել են զույգ, մենք այս անգամ ծրագիրը որոշելուց այդպես ստացվեց, որ որոշեցինք հնչեցնել իրենց հետ կոմիտասը։ Ընդհանուր քանի զույգ է լինելու, քանի ծնող երեխա եւ լինելու արդյոք օրինակ դու կարող եք նաեւ հայրիկին էլ ներգրավեք այս ամենի մեջ։ Այո։ Հա, ուզում ասեմ քանի ծնող երեխա եւ առհասարակ զույգեր են թե նաեւ կարող է լինել եռյակ։ Կարող է լինել եւ եռյակ եւ կարող են առանձին սոլո ստեղծագործություն կատարել, ծրագրի առումով սահմանափակումներ չկան եւ շատ հաճելի է, որ այս ծրագրի ընթացքում նաեւ կամերային անսամբլներ են ստեղծվում վոկալ երգչախմբային տեսքով եւ տարբեր անսամբլներ են ստեղծում, որոնք հետագայում նույնպես շարունակում են որպես կամերային կազմ, այդպես շատ Սա շարունակական բնույթ է կրելու, թե սա մեկ համերգ է, մեկ շոու եւ վերջ։ Չէ, տեսեք, սա արդեն երրորդ համերգն է, որ մենք համերգաշար ենք կոչել, սա մշակութային սերունդ խորագիր ունի, որը միտված է շարունակական բնույթ կրելու եւ հետեւողաբար մոտենանք սրան, որպեսզի ունենանք այն արդյունքը, ինչ որ մտածել ենք եւ շատ հաճելի կլինի, որ սա իսկապես եթե ունենանք իհարկե նաեւ աջակցություն, որտեղ մենք միայն ծնողներից միջոցներով ենք սա իրականացնում, Բայց մեր սիրելի նախարարությունը դες չի օգնում։ Պիտի դիմենք հուսանք այս անգամ կաջակցի, որտեղ կարծում եմ, որ սա մեր երկրի, մեր ազգի համար կարևորագույն կետ է, մշակույթը լավ պահելու եւ անընդհատ բարբերաբար աջակցելու համար սա խթանող ուժ կարող է լինել։ Իսկ խթանելու համար արդյոք չի կրում մրցութային բնույթ այս համերգաշարը։ Ճիշտն ասած, մրցութային բնույթ չէի ուզենա այդ մրցակցությունից դուրս թող լինեն, որպեսզի իրենք ավելի անկաշկանդ իրենց դրսևորեն, որտեղ մրցույթը ինչ որտեղ մի փոքր սահմանափակում է մտցնում եւ ավելի այդ մթնոլորտը դրական մեկը մյուսին լավ ցանկանալու, օգնելու, դասավանդելու, հենց այդ եսակենտրոն կետը դուրս մղեինք այլ ավելի թիմային մենք հասկացողությամբ էգոցենտրիզմից գնանք դեպի պայծառ ապագա։ Երեխաներ, հարցը ձեզ եմ ուղղում։ Երբևիցե դասական երաժշտություն եք ուսումնասիրում եւ դասական ոճով եք ներկա լինելու։ Երբևիցե ուզել եք ինչ որ բան ձևափոխեք, չգիտեմ, ժամանակակից դարձնեք, չգիտեմ, եւ այլն, ինդաստրիալ Ես հիշում եմ մի հիանալի պատմություն, բոլորին պատմում եմ բոլոր երիտասարդ երաժիշտներին, որ օրինակ ապոկալիպտիկա կվարտետի երաժիշտները Հելսինկիում ավարտել էին կոնսերվատորիա, բայց իրենց այնտեղ այդքան կոմֆորտ չէին զգում եւ որոշեցին, որ պետք է ռոք նվագեն դասական գործիքներով եւ դարձան աշխարհահռչակ երաժիշտներ։ Քրոնոս Քարյակը այդպիսի հայտնի նորից։ Հիմա դուք ունեք այդպիսի միտումներ, որ ինչ որ բան փոխեք, ձևափոխեք, ձերը բերեք, նորը բերեք։ Նշեմ, որ ես տանը ինքս ռեփ եմ գրում։ Ռեփ ես գրում։ Այո, եւ նաեւ ջազ եմ շատ սիրում։ Երաժշտություն եւ բառեր, թե։ Այո, համ բիթը, համ բառերը։ Համ բիթը դուք Եվ նաև լսում եմ փոփ երաժշտություն, Michael Jackson, Whitney Houston, այդպես հին ոճի։ Նաև շատ եմ սիրում ջազ երաժշտություն։ Դե, այլն դրանք չկան, որ ինձ ռեփը հետաքրքրեց հայերեն լեզվով, անգլերեն։ Երկուսն են։ Իսկ ունեք արդեն ձայնագրություններ։ Ունենք, բայց դեռ չենք ցույց տալիս։ Չեք, սիրողական են, դե։ Հա, սիրողական են։ Ձեր համար։ Ուղղակի հոբբի որպես։ Հոբբի։ Իսկ ծնողները դեմ չեն, որ շեղվում եք դասականից։ Ծնողները չեն լսել։ Դրա համար էլ չի հրապարակվում։ Տվել են իրենց գնահատական։ Այո, իհարկե, եւ շատ ուրախ են, իրենց շատ է դուր եկել։ Ինչի մասին եք գրում, թեմաները ինչն են մեծ հետաքրքրել։ Օրինակ դպրոցական դենց թեմաներ, կյանքի մասին թեմաներ, լավ թեմաներ։ Հասկացա։ Դա դուք ինչ կարող եք ասել։ Ես նույնպես բացի դասական երաժշտությունից լսում եմ ջազ, R&B,
այդպիսի ժանրեր նաև, բայց դեռ չեմ փորձել շեղվել դասականից։ Իսկ իմպրովիզներ սիրում եք անել։ Այո, ինչու ոչ։ Ծնողները դեմ չեն։ Ծնողները ոչ, Բեթհովենն է դեմ եկել։ Իսկ դասական համերգի ժամանակ կարելի է իմպրովիզ անել։ Օրինակ ջազը պարզ է, որ դա այնտեղ ամեն ինչ թույլատրել է արտիստը, Դասական ունի իր օրենքները, Չի կարելի։ մենք առաջնորդվում ենք ուր տեքստով, բնօրինակներով, այո։ Եթե հատուկ համերգ չի դրված իմպրովիզացիայի, դասական ինչ-որ ստեղծագործության, պարտավոր ենք կատարողներս հետևել բնօրինակին։ Իսկ կազմակերպչական առումով ո՞րն էր ամենաբարդ փուլը։ Բոլորը համաձայնվեցին, ում դիմել եք։ Ում դիմել եմ համաձայնվել են, նույնիսկ շատերը իրենք են ուզել, այդ իսկ պատճառով մենք նոյեմբերի 18-ն էինք դիտարկում միայն համերգի, բայց քանի որ շատ էին ցանկացողներ, մենք ստիպված հաջորդ երկու օր արեցինք, իհարկե ուրիշ ծրագրով, ուրիշ մասնակիցներով, բնականաբար 18 եւ 19-ը։ 18 եւ 19-ին, այո։ Տոմսեր կան դեռ, Տոմսեր կան դեռ, այո։ Որտեղ է համերգը տեղի ունենալու։ Համերգները Համերգները Արամ Խաչատրյան տուն թանգարանի դահլիճում, համեցեք, բոլորին հրավիրում եմ ժամը 17:00-ին։ Շնորհակալություն։ Ամսի 18-ին եւ 19-ին Արամ Իլիչ Խաչատրյանի տուն թանգարանում հիանալի համերգ, երկու սերունդ փաստորեն կամ միգուցե անգամ 1-1-3 սերունդ։ Այո, այդպիսի դեպքեր են տեղի ունենում, սա իսկապես շատ հետաքրքիր է, երբ որ երեխան ծնողի հետ մեկ բեմում ինչ որ ստեղծագործություն են վերարտադրում եւ սա իսկապես մեծ աշխատանք է եւ մեծ գործ է։ Մաղթում եմ ձեզ հաջողություն, ձեզ բարևեք ձեր հիանալի ծնողներին եւ փաստորեն փողոցում հիմա ձեզ որտեսնենք արդեն ճիշտ ասոցիացիաներ են լինելու եւ հուսամ որ օրից մի օր ոչ թե ձեզ կասեն որ դուք ինչ որ մեկի աղջիկն եք, այլ ձեր մասին կասենք որ նրանք ձեր ծնողներն են։ Դա է ամենակարևորը այս կյանքում։ Եթե թույլ տաք մի ավելացում, ես ուզում եմ իմ շնորհակալությունը հայտնել նախ եւ առաջ բոլոր ծնողներին, որ իրենք այս դժվարին պայմաններում դեռ փորձում են ինչ-որ մի բան անել մշակույթում, չեն հիասթափում եւ իրենց ներդնումն են անում մեր կյանքում։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել տուն թանգարանի տնօրենությանը, Հանձինես Արմինե Գրիգորյանին, առանձնակի շնորհակալություն մեր երեխաների ուսուցիչներին, ջանք երանդ չեն խնայում իրենց կրթելու հարցում, որտեղ առանց նրանց բնականաբար ինչքան էլ ծնողը երաժիշտ լինի, դա անհնար է։ Եվ ձեզ, որ այս հրավերը կազմակերպեցիք։ Մենք ենք շնորհակալ եւ դիմում ենք մեր սիրելի նախարարությանը եւ մեր սիրելի քաղաքապետարանին, աջակցեք այսպիսի գործերը եւ այսպիսի մշակութային կյանք շատ պետք է թե մեր երկրին, թե մեր քաղաքին։ Շնորհակալություն զրույցի համար եւ ձեր առավոտը մեզ հետ սկսելու համար, իսկ մենք շարունակելով մեր առավոտը միասին լսենք երաժշտություն եւ վերադառնանք։